Եթե թուրքական ջարդարաբեդություն, ասենք, առաջի ամենավերևի անունը դա Միմար-Սինանն է, Ջարդարաբեդ Սինանը։ Հնա էլ է հայ, թուրքական խոհանոցը, որը այսօր ընդունվում է որպես շատ լավ եւ այո, անգամ հայեր, որ այստեղից գնում են Թուրքիա, ասում են շատ լավ է, իրեն ու դերիկները բանը եւ այլն։ Թուրքական խոհանոցը հիմնված է 3 հիմնական խոհանոցների վրա։ Դա արաբականն է, հայկականն է, հունականն է։ Մի վարչապետ կար, որը նշանավոր խոսք ունի, ասեց Սուլթան Մեհմեդը գրավել է 1453 թվականին Կոնստանդնոպոլիսը, բայց չկարողացավ թուրքացնի, մենք ենք թուրքացնելու։ Պարոն Լուկմագյուզյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեզ հյուրեք եկել։ Ուրախ եմ։ Պարոն Լուկմագյուզյան, գտնում եմ շատ կարևոր է այսօր զրույցը թուրքագետի հետ, ով երկար տարիներ ապրել է Թուրքիայում, որքանով ես տեղյակ եմ, եւ ձեր կարծիքով այ հայ հասարակությունը եւ թուրք հասարակությունը որքանով են միմյանց ճանաչում եւ արդյոք դա իսկապես կարևոր է, եւ ինչի համար է կարևոր։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք, գիտեք, մինչեւ այսօր նման բանի մասին չէինք խոսել ոչ միտեղ։ Ճանաչելը շատ կարևոր բան է իհարկե, երկկողմանի եւ ձեր հարցումին պատասխանեմ մի բառով ոչ թուրք հասարակությունը ճանաչում է հայ հասարակությունը, ոչ հայ հասարակությունը ճանաչում է թուրք հասարակությունը։ Անկամ ես չի պատկերացնում, որ մարդ կտեսնեմ Հայաստանում, էնել ասենք մի քանի տարի առաջ, որ ինքը պատկերացնում էր, թե թուրքերը այսինքն չալմայով են ման գալիս, խանչալով են ման գալիս եւ այլն, սկզբում կարծում էի, որ ինքը կատակ է անում, բարձվեց որ այդ մարդը շատ լուրջ է, ինչ որ արումով գնացել էր Ստամբուլ եկել էր ու ինձ հետ խոսելուց ասում եմ, ես շատ զարմացա, որ ես կարծում էի, որ թուրքերը այդպես խանչալով, մանչալով դրման են գալիս, պատկերացնում եք մարդկանց այդ մտածելակերպը, այսինքն այստեղ անգամ քիչ թե շատ ծանոթ լինելու ճանաչելու մասին անգամ խոսք չկարողանա։ Հարևան երկրի մասին է մանավանդ խոսքը։ Հարևան երկիր եւ այն երկիրը, որի մասին շատ խոսում ենք, շատ տեսնում ենք նաեւ հեռուստատեսությունում, ոնց կարող է այդպիսի պատկեր ունենա այդ երկրի մասին, ես զարմացել էի, մինչեւ այսօր զարմանալի է։ Նույնը թուրքերի կողմից է։ Թուրքերը գիտեք ծնված օրվանից գերագրում են իրենց այդ ժողովրդին ինչ որ սուտերով, ինչա՞ ամբողջ Թուրքիան, ամբողջ պետությունը, ժողովուրդը եւ ամեն ինչ սուտի վրա է հիմնված։ Այդ երկիրը լրիվ սուտի վրա է նստած ամեն ինչով։ Եվ հայկական հարցի հետ կապված, հայերի հետ կապված, էլի միայն սուտերն են դեռ ցեղասպանության հետ կապված են, եւ այդ սուտերով կերագրում են ժողովրդին ծնված օրվանից։ Դե եթե ծնված օրվանից դրանով ես կերագրվում, շատ կզարմանաս իհարկե, եթե հայի հանդիպես, ինչ որ հայի մտքերը լսես կամ Հայաստան գաս տեսնես, հատուկ են իհարկե իմիջիալոց շատեր կան, որ վախենում են ուղղակի Հայաստան գալուց։ Իմիջիալոց շատ էլ հայեր կան, որ վախենում են, որ Թուրքիա գնան։ Շատ եմ տեսել այսպիսի մարդիկ, վախենում են, որ իրենց մի բան կանեն, մի բան կպատահի։ Նույնը թուրքերն են իմիջիալոց։ Անգամ ես այդ չի պատկերացնում, որ թուրքերն էլ այդքան վախ կարող են ունենան Հայաստան գալուց, հենց Հայաստանի բան խնդիրը, չէ, ես չեմ գնալ, կարող է ինձ մորթեն են դեռ հայերը։ Ստի ու պրոպագանդայի արդյունք է, էլի, դպրոցից սկսած, որտեղ այլ պատմություն է ներկայացվում։ Անգամ դպրոց չէ, ինչ եմ ասում, ծնված օրվանից են ստանում այդ սուտը, այդ պրոպագանդը։ Պարոն Լուկմագյուզյան, դուք այնտեղ եք ծնվել եւ չգիտեմ ինչքան եք ապրել, հիմա դուք երևի կպատմեք այդ մասին։ Ձեր ընտանիքի պատմությունն է ուզում իմանալ եւ ինչ ասել է ապրել, դուք փորձում եք, չէ՞, ապրել, որքան ես հիշում եմ։ Հեշտ է, դժվար է եւ արդյոք դուք Թուրքիան այդ ժամանակ հայրենիք եք համարում։ Իմ նախնիները հոր կողմից ես ասենց մոտավորապես հաշվարկել եմ մոտ մի 200 տարի առաջ, այսինքն 19-րդ դարի սկիզբները
եկել են Վանից Ստամբուլ։ Այդ թվականներին գիտեք Օսմանա, ռուսական, ռուս, բարսկական բادرազմներ եւ այլն գալը փախուփախ շատ էին անում։ Ամերիկին այդ ժամանակ եկել Արևելյան Հայաստան։ Ինչի Էրզրումից եք։ Մայրիկիս կողմը Խնուսի գավառակից են, հայրիկիս կողմը Ալաշկերտից, Խնուսի կաթոլիկներից են։ Նրանք, այո, ուրեմն Վրաստանին փախել։ Այո, հավանաբար ասում եմ, չգիտենք կոնկրետ, միայն այդ տվյալ գիտենք, որ Վանից են, որտեղից քաղաքից, գյուղից եւ այլն էլ չգիտենք։ Բայց կարծում եմ, որ քաղաքից պիտի լինենք, որովհետեւ նայում եմ մերոնք գյուղական բաներ չունեին, այսինքն օրինակ իմ բաբս ոսկերի չէր, նրանից առաջ էլի այդպիսի բան եւ մեր ընտանիքում, մեր Լոկմագյոզյանների ընտանիքում միշտ այդպիսի արհեստներ ունեն, գյուղից պիտի չլինեն դրանք։ Ավելի քաղաքից բաներ են սրանք։ Այսինքն հավանաբար իմ բաբս էլ, բաբիս բաբը եկել է Ստամբուլ եւ այդպես է փրկվել ենք մենք ցեղասպանությունից, որովհետեւ Ստամբուլում չկատարվեց ցեղասպանություն, մասամբ կատարվեց, իմիջիայլոց այն որ միշտ ասում են Ստամբուլում չի կատարվել, դա էլ այնքան ճիշտ չէ, որովհետեւ Ստամբուլը այն ժամանակ ավելի փոքր էր, քան այսօր է, այսօր թաղամասեր կան, որոնք ժամանակին գյուղ են եղել Ստամբուլից դուրս, այնտեղը կատարվել է։ Այնտեղ կատարվել է, բայց այսօր մեկին ասես, որ այս թաղում ցեղասպանություն է կատարվել կամ մարդկանց արտաքսեն եւ այլն, կզարմանաք, ասես Ստամբուլի կենտրոնն է, սա Ստամբուլի մեջ է, բայց այն ժամանակ չի եղել։ Ու Ստամբուլում ապրելով մենք փրկվել ենք, բայց իհարկե Աբդուլհամիդի ցեղասպանության ժամանակ այդպես չի եղել, որովհետեւ Աբդուլհամիդը հենց Կոստանդնուպոլսում էլ կազմակերպեց այդ գոտորածները, այն ժամանակ մենք էլ իմ ընտանիքս էլ կորուստներ ունեցել են։ Մոր կողմից մշեցի են, կարծեմ, 100%-ով չենք իմանում, մոր կողմից կես Թեքիրդաղցի, Ռոդոստոցի, կես Աֆյոնքարայի սարցի, այսինքն արևմտյան կողմից ենք, այսինքն մի հատ խառնուրդ, այո, եւ այդ պատճառով մենք հին այսինքն ես այսօր գոյություն ունեցող ամենահին ստամբուլցիներից ընդունվում, որովհետև 200 տարի կամ ավել մենք ապրում ենք, իմ ընտանիքը ապրում է արդեն Ստամբուլում։ Ստամբուլը այսօր 20 միլիոնոց քաղաք է, իմ մանկությանս ժամանակ, դեռ ես տեսեք, ես ողջ եմ դեռ, չէ, ես ապրող մարդ եմ, ինչ որ նախկին ժամանակների մասին չենք խոսում։ Իմ մանկության ժամանակ 1.5 միլիոնոց քաղաք էր, այնքան ինչքան Երևանը, ասենք թե։ Պատկերացրեք, թե ինչ եղավ, Ստամբուլը այսօր գոչվում է Թուրքիայի ամենամեծ գյուղը, արդեն գյուղական վարքուբարք կա շատ տեղերում, շատ թաղերում, իհարկե շատ մարդիկ, որ գնում են մի քանի օրով Ստամբուլ գալիս են արևտուրին մանում եւ այն, դրանք ինձ կհակաճառեն, ասեն, չէ, Ստամբուլը ասենց քաղաք է, այնց քաղաք է, ամենադեպքերը ինչ է, ես իրենց հարցնում, դե ես գիտեմ իրենք ուր են գնում, ինչ են անում եւ հիմնականում որ արևտուրի են գնում, ասում են, լավ, Ստամբուլի որ մասն ես տեսել, այս թաղը եւ այնն, ուրիշ, չէ, այդքան չէ։ Ստամբուլի երկրորդական թաղն է, ամենայսենց գեղտոտ, հետամնաց բան թաղերից է, բայց այնտեղ այդ տարածքներն են, որտեղ հյուրանոցները շատ էժան են, $10 կարելի է հյուրանոց ունենալ առանց նախաճաշի բանի, ու այնտեղ արևտրի կենտրոն է, գնում են այնտեղ մի անգամից այնց արևտուրը անում են, մյուս ավտոբուսը նստում են, գալիս են հետ։ Ասում են, բա էս տեսել ես, էս թաղերում եղել ես, ասում են, չէ, բա դու Ստամբուլ ես տեսել, պատկերացրեք, մեկին բերեք Հայաստան, տարեք ասենք Չարբախ այդ մարդուն ու 2-3 օր հետո հետ կնա այդ մարդու, ասել ես Երևանը տեսել եմ, սենց քաղաք են, սենց քաղաք է։ Ուր Երևանն ես տեսել, այդ Չարբախը տեսնալով Երևան կտեսնես, իհարկե, այսպիսի վիճակ է։ Բայց ես Ստամբուլը գիտեմ ոչ միայն դրա համար, որ ես ծնվել եւ մեծացել եմ այդ քաղաքում, այլ նաեւ ես Ստամբուլը գիտեմ իմ նախնիներիցս, իմ լսածներիցս գիտեմ նաեւ։ Եվ այնպիսի բաներ գիտեմ ես, որ այսօր եթե մեկին ասեմ, զարմանա, որ եթե չգիտի այդ բաները, նախկին Ստամբուլի մասին։ Այդ պատճառով ես ամենահին ստամբուլցիներից եմ, դե Ստամբուլի այսօրվա բնակչության կեսը Ստամբուլում ծնված չէ։
Պատկերացնում եք, կեսը, այսինքն 20 միլիոնից 10 միլիոնը ծնված է։ Եվ այդ մնացածի 90%-ը կարելի է ասել, հերմերը Ստամբուլում ծնված չէ, ինքը, ասենք, այսօր Ստամբուլում է ծնվել։ Այդպիսի վիճակ է։ Ես հիշում եմ, որ Ստամբուլում 1950-ականներին էլ կոտորած եղան, այնտեղի քրիստոնյա բնակչության նկատմամբ եւ հրեա, որքան ես եմ հիշում ճիշտ պատմությունից, եւ մեկ էլ այդ կապելով միմյանց հետ ես հիշեցի, որ Օրհան Փամուկի հուշերում ինքն ասում է, որ դրանից հետո կարծես Ստամբուլը կորցրեց իր ոգին կամ իր հոգին, որովհետեւ հենց դա է դրան դարձնում այդ Ստամբուլը, որ ճիշտ է։ Այնքան բազմազան, բազմաթիվ մշակույթներ կարծես իր խաչվեին եւ հետաքրությունը հենց դրանում էր։ Տեսեք, այն որ ասում եմ 1.5 միլիոնոց քաղաք էր իմ մանկության ժամանակ, դրանից առաջն էլ կա իհարկե 1 միլիոն, 1.5 միլիոն այդպիսի բաներ։ Ժամանակին Ստամբուլը, Կոնստանտինոպոլիսը դա թուրքական քաղաք չէր։ Դա հա, բյուզանդական, բայց անգամ թուրքական ժամանակը Օսմանյան եւ կամ հետո բանի թուրքական հանրապետության ժամանակաշրջանում անգամ թուրքական քաղաք չէր, կոսմոպոլիտ քաղաք էր։ Տեսեք 150,000 հայ կար այն ժամանակ, 200-300,000 գուցե նաև ավել հույն կար այն ժամանակ, մի 80,000, 100,000 հրյա կար, այսինքն սրանք այսօր փոքրամասնություն ընդունվածներն են, բացի նրանից կային բաները, եվրոպացիները կային, օրինակ Ստամբուլի Փերա Բեյոլու թաղամասը օտարազգիների կողմից կամ քրիստոնյաների կողմից հիմնադրված քաղաք է, ներողություն, թաղամաս է, ժամանակի մի 200 տարի առաջ կամ մի քիչ ավելի հին չի եղել այդ թաղամասը։ Եվ անգամ մենք այնտեղ գերեզմանատուն ենք ունեցել, մեծ գերեզմանատուն, պատկերացրեք, եթե ասենք, որ այստեղ գերեզմանատուն է եղել, կզարմանաք, որովհետև քաղաքի կենտրոնն է այդտեղ, այսօրվա քաղաքի կենտրոնն է իհարկե, այն ժամանակ քաղաքից դուրս է եղել, դրա համար այդտեղ գերեզմանատուն է եղել։ Եվ հսկայական գերեզմանատուն։ Հետո քանդեցին իհարկե, բան արեցին։ Եվ այդ թաղամասում դարբեր ազգությունների իտալական, հոլանդական, գերմանական եւ ֆրանսական եւ այլն եկեղեցիներ կան ժամանակին 100-200 տարի առաջ կառուցված եւ հիմնականում դեսպանատները այնտեղ են։ Այսօր այլևս իհարկե ավելի շատ բաներ են, հյուպատոսարաններ են եւ այլն նայած մասան։ Եվ մնացած մասը միայն թուրքեր էին կամ մահմեդականներ ասենք եւ նրանք էլ հիմնականում ժամանակին բալադում աշխատած մարդիկ էին, բալադի մարդիկ, որոնք այնպես չէ որ ամեն մեկը կարող է միանգամից բալադում ընդունվի, ոնց որ այսօր գործարանում ընդունվում է աշխատանքի, եթե մեկը բալադում պետք է ընդունվեր աշխատանքի, ինչ աշխատանք ուզում է լինի, նա ամիսներ շարունակ անցնում էր ինչ որ բանի ինչ որ փուլերից, որտեղ իրեն սովորացնում էին կարգ ու կանոն, վարվելագերբ, խոսելագերբ եւ այլն ամեն մարդ չէր կարող։ Անգամ եթե մարդը ասենք հացթուղ էր բալադում կամ ինչ որ բաներ, նա ինչ որ բաներով էր անցնում ու նրանք եւ իրենց ընտանիքները ավելի բարձր մագարտակի մարդիկ են, այսինքն նիստուկած ունեցող մարդիկ, սրանք են Ստամբուլի բնակիչները։ Այս 50-ական, ավելի շատ 60-ական թվականներից հետո սկսեց փոխվել եւ այն ժամանակ մի վարչապետ կար, որը նշանավոր խոսք ունի, ասեց Սուլթան Մեհմեդը գրավել է 1453 թվականին Կոնստանտինոպոլիսը, բայց չկարողացավ թուրքացնի, մենք ենք թուրքացնելու եւ գյուղերից ինչքան մարդ կա, բերեցին, դեցրեցին եւ դրանից հետո սկսեց արդեն Ստամբուլում փչանալ։ Իսկ ձեր ասածը 50-ական թվականին այդ կոտորածը 55 թվականի էր եւ դրանից հետո շատ մարդիկ թե հայ թե հույն եւ այլն ասեցին այլևս այս երկրում ապրել չի լինի ու թողեցին գնացին օրինակ իմ մորաքույրս էլ նրանցից մեկն էր ես միայն արդեն ես 20 տարեկան էի մի անգամ տեսել եմ մորաքույրս որ եկավ արտասահմանից մեզ տեսավ բայց միայն դա չէ
շատերը անգամ իմիջիայլս Հայաստանում էլ կարծում են, որ դա Օսմանյան շրջանում կատարվեց այդ բաները, վայրագությունները եւ այլն, եւ Թուրքիա հանրապետական շրջանում ամեն ինչ հանգիստ է, ինչպես թուրքերն էլ այդ ռոպագանդա անում են, դա ժամանակին էր եւ դուք խապվեցիք բաների եվրոպացիների խոստումներով եւ այլն, դրա համար կատարվեց, այո, պետության դեմելակ դավաճանեցիք մեզ, սակայն դեսեք հանրապետական շրջանում շատ հանգիստ ապրում են, ով ասեց Հələ մի հատ ինձ հարցրեք, ես որ շատ լավ գիտեմ այդ ամեն ինչը, սկսած 30-ական թվականներից արդեն պոգրոմներ եղան մի քանի 30-ականներին հորյանների դեմ եղավ, հետո 50-ականներին, հետո ունևորության դուրք եղավ, սնանգացրին բոլոր քրիստոնյաներին, հատկապես հայերին, ամենամեծ հարգը հայերի վզիներ, այդ կոտորածները եղավ, 20 դասակարգ զինվորագրություն եղավ, այսինքն 20 տարեկանից մինչև 40 տարեկան քրիստոնյա ոչ իսլամ տղամարդկանց զինվորագրեցին նորից, օրինակ իմ հոր եղբայրս նոր 2 ամիս եկել էր զինվորության իր ծառայությունը կատարելուց հետո, այն էլ 3 տարի էր այն ժամանակ, հետո 2 ամիս հետո բռնեցին, էլի ուղարկեցին եւ ոչ որպես զինվոր անգամ զինվորական շորեր չտվեցին այդ մարդկանց, այն ժամանակներ արդեն այդ երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելու այդ տարիներն են եւ նպատակ ունին նորից կոտորած կազմակերպել աշխատանքային գումարտակներ էին տանում այո աշխատանքային գումարտակներում եւ հատուկ տեղերում հավաքեցին այդ քրիստոնյաները հրյաները եւ այլն ու սպասում էին այդ բանին գայցին եւ կան կոնկրետ տեղեկություններ որ սպասում էին որ Ստալինգրադը ընկնի հենց Ստալինգրադը ընկներ գիտեք այս կողմից էլ արձակում է այդ ընթացքում նաեւ հայերի ուիների եւ այլ հարցն էին լուծելու մնացածների հարցը լուծելու Փառք Աստծո դա չկատարվեց եւ ճշգրտաբար կան այսօր էլ մարդիկ Հայաստանում որը ասում են թե եթե Գերմանիան հաղթեր մեր վիճակը ավելի լավ կլիներ մեր վիճակը դա էր լինելու ոչ թե ավելի լավ լինելու էր Իսկ այսօր թուրքերի ինքնությունը ինչպիսին է Եվ երբ վերջնական այն ձևավորվեց, թե կարելի է ասել վերջնական այս պարագայում, չգիտեմ։ Տեսեք, Օսմանյան գայսրության ժամանակ թուրք անունը այբանված էր, այսինքն թուրքը հայոյանք էր, դրա փոխարեն օգտագործում էր։ Եվ ոչ մեկը իրեն թուրք չէր գոչում։ Օսմանցի։ Այո, օսմանցի, եթե մեկին հարցնեն, ասում են ես օսմանցի եմ։ Իմիջած հայերն էլ դենց են, ուիներն էլ, ալբանացի, բուլղարները եւ այլն եւ այլն։ Չէ՞ շեշտվում ազգային պատկանելությունը։ Ոչ, օսմանցիություն, որովհետեւ այդ երկրի լիրավ կարելի ասել քաղաքացի էին այն ժամանակ։ Իհարկե դարբերությունը այն էր, որ իսլամը, այսինքն մուսուլմանը մի գլուխ ավելի բարձր էր, քան ոչ իսլամը, դա էր դարբերությունը։ Իսկ ազգային դարբերություն չկար, որովհետև իսլամի մեջ մտնում էր թե թուրքը, թե թուրք, այսինքն մուսուլմանացած բուլղարը, հայը, բանը վրացին հույնը, թե արաբը, թե քուրդը եւ այլն բոլորը, այսինքն եթե հարցնում են դու ով ես, ասում էր ես բանը մուսուլման եմ։ Հետո հարցնում են լավ ինչ ազգ ես, ասում էր քուրդ եմ, կամ ասում էր արաբ եմ։ Սա էր վիճակը։ Եվ քիչ թե շատ, այսինքն իրենք էլ մնացածներն էլ հավասարություն ունեն։ Իհարկե հավասարություն չէր դա, բայց այնուամենայնիվ օսմանյան հպատակ էին, օսմանցի էին, այդպես էլ իրենց ընդունում էին։ Հետագայում երբ որ երեք թուրքերը եկան իշխանության, երեք թուրքերը թյուրքական քաղաքականությունը սկսեցին վարել եւ փանթյուրքիզմի գաղափարը վերցրեցին, իհարկե փանթյուրքիզմի գաղափարը Թուրքիայից դուրս չի եկած, այլ արտասահմանից է, ու հետաքրքիրը ինչ է, հիմնական փանթյուրքիզմի գաղափարի հղացողները, այսինքն հայրերը փանթյուրքիզմի անգամ թուրք էլ չէին, թուրքական ազգին էլ չէին պատկանում, ցեղին էլ չէին պատկանում, դա արդեն երկար պատմություն է դրան չանդրադառնանք Այնուամենայնիվ իրենք վերցրեցին այդ գաղափարախոսությունը եւ մի քանի հոգի արտասահմանից բերեցին էլ Թուրքիա, Օսմանյան գայսրություն այդ բաներից, այդ ջադագովներից, այդ հայրերից, այդ փանթյուրքիզմի
Եվ այդ գաղափարը ուզեցին առաջ տանել։ Եվ իրենք ուզում էին այն կառուցել, ինչ որ չհաջողեցին, որովհետև առաջին աշխարհամարտը բարդությունով իրենց վերջացավ, երբ ստիպված փախան արտասահման կամ ձերբակալվեցին անգլիացիների կողմից, դա մնաց Մուստաֆա Քեմալի ուսերին, որը քիչ ինքն էլ երիտթուրքերից էր, սակայն մաքուր մնացած երիտթուրքերից, այդ ամեն ինչից չէր խառնված, անունը մաքուր էր մնացած, հատկապես հայոց ցեղասպանության հետ կապված։ Սակայն ինքը շարունակեց այդ քաղաքականությունը, դե հայերի հարցը լուծված էր այն ժամանակ արդեն, եւ ինքը լուծեց նաեւ հույների հարցը։ Ամբողջ հույներն էլ, հույներից էլ դադարել, թե Զիմիրնիում, թե Պոնդոսում այդ հույներն էլ կոտորեցին, բոլորին քշեցին, գոտորեցին ու քշեցին եւ մաքրեցին այս այն ժամանակ փոքրամասնություն չէին այդ մարդիկ, հիմա են փոքրամասնություն հույներից եւ հայերից։ Ինչի կատարվեց դա էլ իր հերթին մի հատ գարջ ասեմ, որովհետև իրենք ուզում էին ազգային պետություն ստեղծեին, դե երիտթուրքերի ինչպես ասացինք երազանքներ դա, ազգային թուրքական, այսինքն իրենք այդ անունը վերցրեցին, հատկապես Մուստաֆա Քեմալ այդ անունը վերց, մի անուն, որը ոչ մեկի իր վրա չէր ուզում ընդունել, այսինքն ավտոմատ կերպով դոմինանտ ովևէ մի խումբ չստեղծվեց այդ պետության մեջը, ասեցին որ բոլորը թուրք են, բոլոր մուսուլմաններին կոչեցին թուրք, այսինքն դրանց մի մասը կար որ չեր ընդունում այդ բանը, բայց քիչ տեսավ համոզելով, զորով եւ այլն, ամենամեծ խնդիրը ունեցան քրդերի հետ։ Որովհետև քրդերը մեծ խումբ էին եւ իրար մեջ էին ապրում եւ իրենց լեզուն էին խոսում եւ այն անգամ թուրքերեն էլ չգիտեին շատերը, այնտեղ խնդրեմ առաջացավ, որովհետև իրենք կարողացան իրենց այդ ազգային նկարագիրը պահպանել։ Մյուսները թույլ էին, փոքր խմբեր էին ու ստիպված թույլվեցին դեր այսօր էլ ինչ որ հիշողություններ կան եւ այլն, բայց այնուամենայնիվ դա Թուրքիայի ախիլյան ջիղն է այդ բանը։ Բայց ամեն դեպքում իրենք մեծ մասամբ հաջողացրեցին այդ ձուլել այդ դարբեր ժողովուրդների իրար մեջ թուրքության անվան գաղափարի դար։ Բայց պատկերացրեք, բանը ցեղասպանությունը ինչի կատարվեց, որովհետև այս մոտավորապես այսօրվա Թուրքիան եւ մի քիչ ավել, ասենք արաբական տարածքներ եւ այլն մնացել էր Օսմանյան գայսրության ձեռքում։ Հիմա երիտ թուրքերը ուզում էին, ինչպես ասեցինք, ազգային պետություն ստեղծեին, ազգային պետություն, այսինքն թուրք կամ իսլամ ազգային պետություն մի տարածքի վրա, արևելքը Հայաստան է, ինչալոց ամենավերջի Օսմանյան քարտեզների վրա անգամ այնտեղ գրված է Էրմենիստան գրված է։ Այսինքն, դե կայսրություններում դենցը, գիտեք, ամբողջ կայսրություններն, այսինքն այդ երկրները վերցնում են, չեն վերացնում, ժողովրդին էլ չեն վերացնում, իրենց անուններով մնում են այդ ժողովուրդները, սակայն ընդհանուր այդ պետության գազմի մեջ են։ Արևելքը Հայաստան եւ հայ ժողովուրդն է ապրում այնտեղ, արևմուտքը Հունաստան եւ հույն ժողովուրդն է ապրում այնտեղ։ Հիմա այդ տարածքի վրա ինչպես կարող է թուրքական կամ պանթուրքական ինչ որ նոր պետություն ստեղծել, չի ստացվի։ Դրա համար պետք է այս երկու հիմնական այս ժողովուրդները վերանան այնտեղից։ Դա էր գլխավոր խնդիրը։ Եվ դրա համար առաջինը սկսեցին հայերից, որովհետև հայերն ավելի ուժեղ էին, ավելի լավ կազմակերպված էին, իմիջիայլոց օգտվեցին նաև իրենց կազմակերպվածությունից, բարեկամ հանդիսանալով, օրինակ հենց դաշնակցությունը օգտագործեցին, չէ՞, այն ժամանակ իրար հետ աշխատում են եւ խապեցին հայերին, սակայն իհարկե ոչ միայն հայերին խապեցին, նաեւ ուրիշներին, ավելի փոքր խմբերը, իմիջիայլոց այստեղ շատ հետաքրքիր է բանը Յիլդզի բանը ռումբի խնդիրը, Աբդուլհամիդի դեմ մահափորձի խնդիրը, վերջում հայերի վզին ընկավ այդ ամեն ինչը, բայց միայն հայերը չէին, հենց թուրքերն էլ կային այդ գործի մեջը, ալբանացիներ կային, բուլղարներ կային, հույներ կային եւ այլն, բայց դե հիմնական իմիջիայլոց այնտեղ երևում է որ հայերը բավականին կազմակերպված եւ ուժեղ էին, հայերը հիմնական
խումբ էին այնտեղ այդ ամեն ինչը կազմում են ռումբը իրենք պատրաստեցին ռումբը իրենք տեղադրեցին եւ այն բայց մյուսներն էլ կային բայց այնպես ստացվեց որ վերջում ստացվեց միայն հայերի անունը նշվեց ու հայերը վզին դրեցին այդ ամեն ինչը այսօր էլ այդպես են ասում թե հայերը ռումբ են դրել Աբդուլհամիդի դեմ բայց հենց թուրքերը էլ կան չմոռանան թուրք շատ նշանավոր բանաստեղծներից մեկը գովասանք էր գրել դրա հետ կապված սա էր վիճակը եւ դրանից հետո արդեն Աթաթյուրքը վերջացրեց իր գործը հույներին վտարեց եւ հիմնեց իրենց այդ ազգային պետությունը իսկ թուրք ժողովրդի մոտ այն գիտակցությունը կա որ իրենք ամեն դեպքում ապրում են հայերի եւ հույների տարածք իմացություն լավ այսպես ասենք իհարկե դա հների մոտ ավելի շատ կա երդասարտների մոտ գնալով պակասում է ինչպես ասեցի ծնված օրվանից այդ ռոպագանդը լսում են եւ հակառակ կարծիքները դրանք չեն լսում իհարկե չգիտեն շատերը չգիտեն անգամ ես մի ուրիշ բան ասեմ այն որ միշտ խոսվում է ծպտյալ հայեր եւ այլն թուրքացած հայեր եւ շատերը հույս են կապում ես բիդի բոլոր այդ հույսերը իջիկ դարձնեմ հույս չունենաք որ այդ թուրքացած մուսուլմանացած հայերից ինչ որ բան ինչ որ մի փոքր խումբ գուցե եթե մի օր ասենք լավ լինոր ինչպես Հրանտինքը մի անգամ մենք հակառակ կարծիք ունենք Թուրքիայի եվրոպական միություն մտնելու չմտնելու հետ կապված մենք կարծում եմ որ կմտնի այո նա ուզում էր որ մտնի ես հակառակ կարծիքին էի եւ ինքը այն բանը ուներ որ ինքը մի օր ասաց որ իսկ դու չես մտածում որ եվրոպական միություն մտած Թուրքիան այլևս այն Թուրքիան չէ ասի կարող է պատահի որ այդպես այսինքն ժողովրդակվար երկիր կլինի եւ այլն եւ ոչ միայն թուրքերը նաեւ հայերը լավ կապրին քրիստոնյաները լավ կապրին այդ երկրում ասի կարող է պատահի բայց կարող է ճիշտ հակառակը լինի ես դրանից եմ վախենում եթե ճիշտ հակառակը լինի այլևս չենք կարա դզենք չենք այնտեղ ինչ որ բան փոխենք որովհետեւ արդեն Եվրոպայի կողմից ընդունված պետություն կլինի եւ եթե մի օր իսկապես այդպիսի բան կդարվի Թուրքիան դառնա ժողովրդավար երկիր այո ըստ բանի կարծեմ մակներ ինչ այդպիսի հաշվարկներ արել որ մոտավորապես մի 2 միլիոնի չափ 1.2 միլիոն չափ մարդ ոչ թե հայ մարդ կարող է իր արմատներին վերադառնա, ելի քրիստոնեության վերադառնա, դրա մեջ կարող են հույներ լինեն, հայեր լինեն, բուլղարներ։ Բայց այստեղ մի նոր խնդիր էլ կա, պարոն Լոկմագեզյան, օրինակ վերջին տարիներին ես շատ եմ նկատի ունեմ, որ ծխական մատյանները բացեցին եւ շատերը պարզում են ստատիկը հայ է, հույն է, եւ հիմա նաեւ գենետիկ անալիզներ են տալիս եւ այնտեղ պարզում են, որ իրենցից շատերը հայեր եւ հույներ են եւ նույնիսկ գիտությունն էլ այսօր ասում է, որ թուրքերի մեջ 75%-ով հայկական, հունական, մի քիչ արաբական եւ շատ քիչ տոկոսն է, որ Ալթայից եկած թուրքերի արյունն է։ Ինչի մասին է խոսում։ Ուզում ասեմ, հիմա իրանք սկսել են ոնց որ հետաքրքրվել եւ շատերը պարզում են, որ նույն հապլոխումն ունեն, ինչ որ ասենք հայերն ու հույներն ունեն։ Այո, բայց ավելի մասսայական բայց ոչ մի մադյան չի բացված։ Հույս չունենակ։ Գիտեք, այդ ամեն ինչը ինչ որ էլեկտրոնիկ միջավայրի անցկացվում էր այդ կրանցումներ, բան եւ այն ամբողջ պետությունը պետություն է այսօր Թուրքիայում ավելի շատ քան Հայաստանում միջայլոց, այսինքն ամեն ինչ բանով է թվայնացված է եւ այլն թվայնացրին նաեւ այդ մատյանները եւ այլն ու այդ բաները այդ վարչությունը, որը այդ գործերը արելներ, իրենք չէին մտածում ուրիշ բաների մասին եւ հայտարարեցին, որ մենք թույլ ենք տալիս, որ մարդիկ մտնեն իրենք նախնիների եւ այլն բանը, ու պիտի պատկերացնում եք, այո, չնայած որ իրենք ասում են ում արցնեք, ասի ես թուրք եմ, ես օղուզներից, կարծեք թե այդ մի 100 վրանով է եկել Օսմանը իրականում, բայց այդ 100 վրանից 80 միլիոնը այսինքն միանգամից այս ընթացքում ձակել։ Ում արցնեք ինքը օղուզներից է, ոչ մի բան չգիտեի, բայց ինքը օղուզներից է իհարկե։ Սակայն ինչ որ մի բան գա իրենց մտքում գենետիկ հիշողություն է գուցե։
գասկած ավելի շատ եւ գիտեք ինչ կատարվեց կոմպյուտերները իրենց այդ բաները փակվեցին այնպիսի հարցակում եղավ ժողովուրդը այնպես հարցակվեց որ իրանախնիների մասին փակվեց եւ ասեցին ժողովուրդ սպասեք գտնեք բանը քանդվեց այստեղ համակարգը եւ ինչ կատարվեց հետո գիտեք բանակը միջամտեց նույնիսկ այդ բանակը միջամտեց որ ոչ այդ մադյանները ոչ էլ բանը բնակադեղերի հետ կապված տվյալները բնակարանների ով որտեղ բնակվում են հետ կապված տվյալները բանդան այսինքն կադաստրի տվյալները արկիվեցին դեղեցություն դա Ինչ պատկերացրեք, բանակը ինչ կապ ունի, ասենք կադաստրի է։ Վտանգ տեսան, միանգամից։ Իհարկե, որովհետև իրենք ավելի լավ գիտեն։ Ժողովուրդը կասկած ունի, բայց նրանք գիտեն, լավ գիտեն, թե այնտեղ ինչ կա, որովհետև մարդը օրինակ դες բարձ բան ասեմ, հայրս որ ծառայում էր, հայրս 1919-ի ծնունդ է, ասենք 20 տարեկանով եթե ծառայում էր, այսինքն 39-40 թվականի բան է ծառայող։ Այդ թվականներին ասում են դե այն ժամանակ դեռ ազգանուն թուրքերը չունեին կամ նոր բանը, այսինքն հոյրանով, ինչպես որ արաբների բաների, ասենք հրյաների բան, այն Բեն Սասոն կամ Աբու Հասան եւ այն ասում է, հորանունն է դա իրականում, Հասանի դղա է ասվում։ Եվ թուրքերն էլ Հասան օղլու Մեհմեդ, Մեհմեդ օղլու Հյուսեյն եւ այլն գոչում էին իրենք, ազգանուն չէր ասում։ Ասում են մենք ասենք նամակներ էր երբ որ նամակները բաժանում էին, կարդում էին։ Եվ ասում են շատ մարդ կար մեր մեջ ասում է, որ ասում էր Քիրքոր օլու Հասան, Հակոբ օլու Հյուսեյն։ Պատկերացնում եք։ Հոր անունը դեռ նշվում է այդ մարդու։ Այսինքն հայկական անուն դեռ նշվում է, բայց մարդու իր անունը արդեն թուրքական անուն է, ինքը թուրքացած է։ Եվ գանք նորից այդ խնդրին, որ իրենցից շատ հույս չունենակ, որովհետև նախ այդ մարդիկ, այդ ընտանիքները դասնյակ տարիներ, 100 տարի եղավ, չէ, դասնյակ տարիներ շարունակ իրենք թաքնվել են, թաքցրել են իրենց ինքնությունը, թաքցրել են իրենց ինքնությունը նաև իրենց երեխաներից, այդ երեխաները իրենք չգիտեին, դեպքեր կան որ իրենք ինչ որ բանի արդիվ իմանում են որ իրենց հայրը մայրը հայ են եղել։ Բայց դա ԴՆԹ թեստի հնարավորություն, ես չգիտեմ Թուրքիայում կա թե նորը սկսվեց, նորը սկսվեց։ Բայց օրինակ դրանից մի 20, 30, 40 տարի առաջ էր, այդ մարդը ինչ որ մի բանով բարձվում էր որ բարձում էին որ իրենք հայ են։ Այսօր էլ մեկ կատարվում է այդպիսի բան, գամ Եթե իրենք անգամ իմանում են, իրենք թաքցնում են դա։ Ես մարդ եմ տեսել, որ զարմացել էի, իմ նման հայրեն էր խոսում, բայց գիտեմ որ թուրք են, օր 5 անգամ նամազ էին անում այդ մարդիկ, մեր բարեկամների դիմացի դուններ, լուսամուտից երևում էր թե, կոնիկը ոնց ամեն օր նամազ է անում այնտեղ, մի օր իրենց իմ բարեկամների դունը եկավ Սկսեցի հայրենը սկսեց խոսել, աչքերս ինձ բացվեց, ասեցի, այս որտեղ է դեսած, ասեց թուրքացած են, իսկ իրենք ընդունում էին, որ իրենք թուրքացած են, բայց իրենց դղեն ֆաշիստական կազմակերպության անդամ էր եւ կատեգորիկ մերժում էր, որ իրենց բայց քո հայրը դա ասում, քո մերը դա ասում, ոնց է մերժում, բայց այդպես է, չնայած վերջում հերը հենց եկեղեցու դռան առջևը մահացավ, դա այլ ուրիշ խնդիր Հիմա ուզում եմ ինչ խոսենք նաև թուրքական մշակույթից։ Ինչ ասել է թուրքական մշակույթ։ Ես շատ եմ կարդացել, որ հաստատության ինչ որ միքս է հայկականի, հունականի, պարսկականի եւ արաբականի։ Այսօր այդ միազուլումից ինչ է ստացվել։ Եվ հետո մեր հայրը շատ են չէ սիրում ասել, որ հայկական հետքը թուրքական մշակույթի հետ իրոք շատ մեծ է։ Չգիտեմ, թատրոնի հիմնադրում կլինի, ճարտարապետություն կլինի, բալյանների նկատի ունեն։ Այդ միքսից հիմա ինչպիսի մշակույթ է ստացվել եւ արդյոք թուրքերը գիտակցում են որ իրենց մշակույթը այդպիսի միքս է որ վերցրել են այստեղից այնտեղից եւ դարձել թուրքական մի անգամից ասեմ ոչ մեծ մասը չէ 99% չէ
իհարկե պիտի նկատի ունենանք, որ թուրք ասել է, այսինքն մշակույթ եւ այն բանի մասին, որ Օսմանյան գայսրությունից պետք է գանք այստեղ։ Իսկ Օսմանյան գայսրությունը գայսրություն էր, չէ՞, գայսրությունները այդ մշակույթ բան խառնարան է մշակույթը վերցնում են։ Այո, խառնարան է դա։ Այո, դրա համար է այսօրվա թուրքական մշակույթը, որը Օսմանյան գայսրության ժառանգն է, դա խառնարան է։ Ընդունենք ասենք բանը, խոհանոց, թուրքական խոհանոցը, որը այսօր ընդունվում է որպես շատ լավ եւ այն, այո, անգամ հայեր, որ այստեղից գնում են Թուրքիա, ասում են շատ լավ է իրենց ուտելիքները, բանը եւ այն, թուրքական խոհանոցը հիմնված է 3 հիմնական խոհանոցների վրա, դա արաբականն է, հայկականն է, հունականն է։ Ասենք օրինակ ձեթով սարքած ուտելիքները հիմնականում հունական են, ձկան գերագորները հիմնականում հունական են, քաղցրավենիքները արաբական են, մնացածը միշտ ջաշերը եւ այլն հայկական են։ Ահա, այն ժամանակ գայսրություններ, դա գայսրության խոհանոցներ, բայց այսօր ավտոմատ կերպով փոխարինվեց թուրքականը։ Եկան ճաշատեսակներ, որ այսօր էլ թուրքերը կարծում են, թե իրենցին Օսմանյան ճաշատեսակները ինտերնետ կա այսօր, չէ՞։ Ինտերնետով նաև ուտելիքների բաներ կան, չէ՞։ Այս մարդիկ դնում են, պատրաստել դնում են, այո։ Ես շատ եմ տեսնում, նայում եմ, օրինակ վիմ ճաշատեսակ կա վարդապիտ պատճաս ասում, դա վարդապետն է, վարդապիտ կամ վարդապիտ ասում են, մեր Ադանայի, չգիտես ինչի, Օսմանյան ժամանակներից վարդապետ է կոչվում դա, հայկական ճաշատեսակ է, ասենք բանը, փոչ կեբաբը ինչ է, պոչն է, հենց պոչից, բանի գովի բանի փոչից են սարքում փոչ դարձել է հայկական անուն է եւ այն ջախ կեբաբը ջաղ է դա ջաղերով են բանում ջաղերի վրա են սարքում դա Էրզրումի է բոլորը հայկական բաներ են եւ շատ կա իհարկե հունական շատ կա արաբական եւ այլն այդ բաները խոհանոցը դե եւ մնացած մշակույթը հիմա մշակույթ ասեցի օրինակ դուք օրինակներ դրեցիք երաժշտությունը դասական թուրքական երաժշտություն որ ասվում է ասենք ժամանակին 100 տարի առաջ Դեդե Էֆենդի բաման եւ այլն ձեզ մի հատ հետաքրքիր բան ասեմ տարիներ առաջ տասնյակ տարիներ առաջ ինձ մեկը պատմեց ես կոնկրետ չեմ ինչ որ մի հայկական խումբ միություն որոշում է մի երեկո անի թուրքական դասական երաժշտության բայց հայ հեղինակների ստեղծագործություններով եւ գնում եմ մի հատ թուրք ճանաչված թուրքական երաժշտության մասնագետի ասում են սենց մի հատ թուրքական երաժշտության երեկո են ուզում անենք սակայն հիմնականում հայ երաժիշտների գիտեք մարդը ինչ ասում բորիշով կա որ ասում ես լսել եմ որ իսկ մուղամների հեղինակները շատերը հայեր են հենց դրա մասն եմ խոսքը հույներ կան հրյա կա մի քանի հատ եւ այլն եւ մի ուրիշ տեղել ասեն այսպեսի աշխատություն անում բարձում է որ 100 հատ անուն է բարձվում ես չէի պատկերացնում այդպես հա կան անուններ թատրոնի մեջ էլ են իրավիճակը ճարտարապետության սա երաժշտությունը իմիջիալոց այդ դասական հին դասական երաժշտությունը թուրքական լսեք մեկ էլ իմիջիալ այս վերջերս մի 10-20 տարի առաջ հույները ասեն CD-ներ հրատարակեցին հին շատ հին բյուզանդական երաժշտության հետ կապված նայում եք լսում եք նույն երաժշտությունն է այսինքն բյուզանդական երաժշտությունն է որի վրա թե հույները թե թուրքերը թե հայերը ստեղծագործել են դա ընդունելով որպես հին թուրքական այսինքն դասական թուրքական երաժշտություն թատրոնը այնպիսի բան է որ այսինքն հայերը այնքան առաջին են որ չեն կարողանում բանեն են ժխտեն դա որովհետև նախ ամատյոր սիրողական թատրոնները այո հենց հայերը հիմնած են տասնյակ տարիներ հետո առաջին թուրքական դադարախումբը
հայ է ստեղծողը Գյուլի Հակոբ Վարդովյան օրինակ, որը բան է, մուսուլմանություն է ընդունած եւ այլն, այդ թուրքական թատրոնն էլ իրենք են հիմնած, առաջի խաղացողները հայերն են եւ այլն։ Հետո ճարտարապետությունը ինչ որ ասեցիք, հետաքրքիրը ինչ է, ոչ միայն բալյանները, եթե թուրքական ճարտարապետություն, ասենք, առաջի ամենավերևի անունը դա Միմար Սինանն է, ճարտարապետ Սինանը։ Հնա էլ է հայ։ Իմիջիայլոց վավերակիր կա, փաստաթուղթ կա, չնայած այսօր էլ մերժում են թուրքերը եւ հակառակ ասենք ինչ որ հոդվածներ են գրում, գրքեր են գրում, որ դա ժխտ են եւ այլն, բայց սուլթանի ֆերմանը կա, որտեղ գրում է որ ինչ է եղել ինչ որ բանը Կեսարիայի տարածքում գյուղերում հայերը իրենց հարկերը չեն կարողացել մոծել, որպես պատիժ իրենց արտաքսում են այնտեղից մի ուրիշ տեղ արևելք են արտաքսում, այն դա նաև Միմար Սինանի ծննդյան գյուղը կա, Աղրնաս գյուղը, Միմար Սինանը ուշ է Ենիչարի է դարձած ինքը, բայց ինքը գամավոր մտած է այդ Ենիչարը, որ Դևշիրմեի արդյունքում։ Դևշիրմե, այո, բայց գային, որ զորով էին վերցնում դա, գա որ իրենք էլ կարող էին մասնակցեին, եւ այո, ինքը առաջ է գնացած դրանով, ճարտարապետություն է սովորած եւ այլն, եւ արքունի ճարտարապետ է դարձած։ Հիմի այնտեղ Սուլթանի հրովարտակը կա, որտեղ ասվում է, որ քանի որ այն հայկական գյուղերը, որոնք տարվելու են ուրիշ տարած, այդ գյուղերից մեկի Աղրնասի մեջ ապրում են նաև մեր արքունի ճարտարապետ Միմար Սինանի բարեկամները, որը հայկական գյուղ է իմիջայլոց, բարեկամները նրանց չուղարկել աքսորի, բա ինչ է ուզում։ Ինչ, այսինքն բանի սուլթանի հրովարտակով մարդը փաստվում է որ հայկական արմատներն են։ Գիտեք, հետաքրքիր բան կա, բայց իմիջիայլոց Թուրքիայում։ Հիմա դուք ասեցիք, որ թուրքերը ընդունում են, չեն ընդունում եւ այլ։ Մտածելակերպի տարբերություն կա։ Մեզ համար դա ընդունելի չէ, սակայն այնտեղ Թուրքիայում շատ ընդունելի է։ Տեսեք, հիմա շատ հետաքրքիր փաստ եմ ասել։ Ես ընկեր ունեմ ճարտարապետ, որը այնտեղ սովորելու ժամանակ ճարտարապետության պատմություն էլ անցնում են իհարկե, դե ճարտարապետության Թուրքիայի ճարտարապետության պատմություն առաջինը ինչպես ասեցինք Սինանն է։ Всё, Սինանով սկսում է ամեն ինչ։ Ինձ եկա պատմեց, որ գիտես ասում է Սինանի մասին մեր դասախոսը, թուրք դասախոսը ոնց պատմեց։ Այո, Միմար Սինանի հայրը, մայրը հայ էին, սակայն ինքը թուրք էր։ Իմ պատկերացում է, այսինքն մեր գաղափարը, մեր մտածելակերպը չի ընդունի դա, չի հասկանա դա, բայց Թուրքի համար դա նորմալ է։ Այո։ Միմար Սինանի հայրը, մայրը հայ է, սակայն ինքը թուրք է։ Դա իրենց համար նորմալ է։ Տեսեք, այնքան ազգային, այո, այսօր արդեն ազգային է դարձած, թուրքությունը ազգային հասկացություն է եւ ազգային գաղափարախոսություն կա։ Սակայն սկզբում դա այդպես չէր։ Անկամ թուրքական հիմունքները որ տրվեցին, թուրքության հիմունքների մեջ չկա ազգային ովևէ մի բան։ Այնտեղ նշված է որ ով որ թուրքերեն է խոսում, իսլամ է եւ այսինքն ընդունում է այս գաղափարախոսությունը, նա թուրք է։ Բա ազգայինը ինչ եղավ, էթնիկականը ինչ եղավ, չկա այդպիսի բան, չկա, հիմունքների մեջ չկա արդեն։ Այսօր բայց բոլորը իրենց թուրք են եւ բոլորը ասում են ես միջին Ազիայից եմ եկել, օղուզներից եմ, չգիտեմ, բոլորն էլ օղուզներից են ինչալից դա է։ Չնայած որ Մարդաբանական տարբեր տիպերում են նաև։ Տարբեր խմբեր կան եւ այն եւ այդ բան խմբերն էլ օրինակ համշինցիների նման խմբերը նրանց էլ իրենց բան են անում, սովորացնում են որ դուք թուրք եք, դուք օղուզներից եք եկել, դուք չգիտեմ որտեղից եք եկել եւ այլն, կարծեք թե ասենք այդտեղ մի հատ գործարան կար այդ տարածքում ու թուրքեր արտադրում, բոլորն էլ այդտեղից են գալիս։ Շատ հետաքրքիր է այդ առումով, բայց նորմալ, այսինքն մեր հասկացած ձևով պիտի չմոտենանք այդ ամեն ինչի։ Մեր մտածելակերպով չունեն դա թուրքի մտածելակերպով որ մոտենանք, իրենց համար նորմալ է դա։
Իրենք դա նորմալ են ընդունում։ Եվ դա կայսերական ինչ որ ժառանգություն է մտածելակերպում։ Գուցե նաև, բայց այնուամենայնիվ գայսրությունից հետո կատարվեց այդ ամեն ինչը, այդ թուրքացման process-ը, սակայն մի բան այստեղ ասեմ, ինչպես ասեցի, Ախիլյան ջիռն է, գարշաբարն է։ Դեսեք, Օսմանցին էլ այդպիսի մի բան ուներ, իրենց թույլ դերը։ Օսմանյան գայսրությունը դոմինանտ ազգություն էր, չէ՞։ Միակ գայսրությունն է աշխարհի վրա, որ դոմինանտ ազգություն չունի, ասենք գերմանական գայսրությունը գերմանացի, ֆրանսիականը ֆրանսացի, ռուսականը ռուս եւ այլն, տեսնում եք, անունը անգամ Օսմանյան ժողովուրդ կա, չկա, ազգ կա, չկա, Օսմանը մի հոգու անուն է, մի ընտանիքի անուն է, Օսման օղլուի անունն է։ Այո, պետությունը մի հոգի էր պատկանում, մի հոգու, սուլտանին, դրա մասին էլ կարելի է երկար խոսել, բայց հիմա ժամանակ չունենք երևի, ասեմ որ Օսմանյան գայսրության ամենամեծ վախը եղել էր ազգայնական շարժումները եւ իրենք միշտ պայքարել են ազգային շարժումների դեմ, ոչ միայն այգական, բոլոր շարժումների եւ ինչ եղավ իսկապես էլ կատարվեց այն։ Օսմանյան գայսրությունը փլուզվեց ազգային շարժման արդյունքում, որ ազգային թուրքական ազգային շարժման արդյունքում, չէ՞։ Աթաթյուրքը սկսեց իհարկե իր դատերակից, սակայն Աթաթյուրքը վերջի արվածը տվեց եւ գործանեց Օսմանյան գայսրությունը, սուլտանին վտարեց եւ հիմք դրեց այո թուրքական ազգայնականությունը։ Հիմի թուրքերը ինչից են ամենաշատ վախենում։ Թուրքերի ամենամեծ վախը այն է որ ինչ է կատարվի, ասում են մեր միություն եւ միասնականությունը, մեր միություն եւ միասնականությունը չխաթարվի, չբղդորվի։ Պետության միասնականությունը։ Քրդերի նկատի ունեն։ Երկրի։ Ոչ, միայն քրդերի նկատի չունեն, որովհետեւ ինչպես որ ասեցինք, դարբեր ազգություններից կազմված երկիր է, չնայած որ մեծ մասամբ հաջողացրին այդ ամեն ինչը խառնել իրար ու ստեղծել մեկ ազգություն, սակայն կան դեռ շատ մարդիկ, որոնք հիշում են իրենց անցյալը, կամ քիչ խառնված են, կամ անաղարտ են քիչ թե շատ, օրինակ համշենցիների նման, օրինակ բանի պոնտուստրիմույների նման եւ այլն, որոնք բադեհ արիթով իրենք սկսում են խոսել դրա մասին։ Այդ դրա համար էլ Թուրքիայում 10 տարի մեկ մոտավորապես մի հատ իշխանափոխություն, հեղափոխություն, հեղաշրջում եւ ընկատարվում է, որովհետեւ ազատությունները ավելանում են, մարդիկ սկսում են խոսել, ինչ որ բաներ պատմել, ժուրնալներ հրատարակել եւ այլն, տեսնում են որ շատ վտանգավոր է դառնում, մի բան են անում, տալիս են ազատության գլխին, այդ ընթացքում նաեւ միայն իշխանափոխություն չէ, նաեւ ազատությունները զերո մագարտակի են հասնում, հետո կամաց բոլորը սուսեն, հետո կամաց նորից զարգանում, հետո արդեն մի վտանգավոր կարմիր գծի է հասնում, էլի տալիս են գլխին, ամբողջ Թուրքիո պատմությունը այսպես է։ Մի կարևոր հարց շուրջ էլ ուզում խոսենք։ Սա թերևս վերջի հարցը կլինի վլիցից առաջ, ուրեմն մի անգամ ես Ստամբուլի օդանավակայանում եղա, շատ պատահաբար պետք է Երևան ժամանենք ու այնտեղ զարմանալի զգացողություններ, նախ ես երբեք Թուրքիայում չէի եղել, բայց այնտեղ այդ վահանակի վրա երբ գրում էր քո կորցրած հայրենիքի այսպես տեղանունները, զգացողությունները շատ հակասական էին։ Այդտեղ ես ուզում եի հասկանալ, ես ինքս ինչ եմ զգում այդ լի օդանավակայանում, այդ ժողովրդի նկատմամբ, եւ ես հասկացա, որ ես ատելություն չունեմ, բայց նաեւ չեմ կարող իրենց ընդունել, որովհետև իրենք չեն գիտակցել ինչ է կատարվել իմ ժողովրդի հետ եւ ներողություն չեն խնդրել։ Այսօր ինչպես պետք է հարաբերվել այդպիսի պետության հետ, ինչպիսի Թուրքիան է եւ որ այդպիսի մեծ հանցագործություն է կատարել։ Եվ մի բան էլ նշեմ, իմ կարծիքով, թերևս Հայաստանում շատերը չեն գիտակցում, թե հայոց ցեղասպանությունից հետո ինչ կատարվեց եւ մասշտաբներն ինչպիսին էին։ Ի վերջո մենք կորցրեցինք հայրենիքի 90%-ը, իսկ ինչ է դա, հայրենիքն ինչ էր, դա նաև բացի հողատարածքից մշակութային մի հսկայական շերտ էր։ Երաժշտություն, խոհանոց, ես շատ եմ հարցազրույցներ ունեմ երաժշտագետների հետ, իրենք ասում են 3000-ից ավել երգեր, ամեն գյուղի երգներ իր խոհանոցները, դե որ տարածքը լեռնային ու կտրտված էր, շատ հարուստ էր։ Եվ այդ ամենը կորցնել ու չգիտակցել ու մի անգամից այսպես ներել, չգիտեմ, ինձ համար ընդունելի չէ։ Բարբարները կորցրեցին։ Այո։
Ինչպես հարաբերվել այդ պետության հետ եւ ինչպես շարունակել, չգիտեմ, ասում են, չէ, հիմա մոռանալ, ընկերանալ, չգիտեմ, ինչ-որ բաներ են ասում։ Տեսեք, հայ ժողովուրդը ընդհանրապես, եթե sense նայում ենք, այո, ոչ մեկի մոտ էլ բան չկա, ադելություն չկա թուրքի նկատմամբ, կամ շատ քիչ մարդկանց մոտ։ Ադելություն չկա, բայց արդարության բանջը կա։ Այո։ Իմ մոտ էլ կարելի է ասել, որ ես այնպես չէ, որ ես շատ եմ սիրում այդ ժողովուրդը, բայց ատելություն մտածում եմ, ունեմ ես ատելություն։ Չէ, ատելություն չէ դա վերջի վերջո, բայց թուրքերը կարծում են, որ մենք ատում ենք իրենց։ Ատելություն չէ, բայց ես պահանջատեր եմ։ Դրա մասին եմ ասում։ Պահանջ ունեմ։ Այո, պահանջ ունեմ ամեն տեսակի, ես պահանջ ունեմ նաև հողային, ասենք մենք շատ է խոսում այսօր հողային պահանջ կարող ունենանք, պետք է ունենանք, չունենանք, չէ, ես հողային պահանջ ունեմ։ Ես հողային պահանջ ունեցող մարդ եմ։ Մենք պիտի չմոռանանք դա, որովհետև դա մեր արդար պահանջն է։ Մենք արդարություն ենք ուզում, ուրիշ բան չենք ուզում։ Ես իրենց հետ էլ խոսելուց, անգամ քրդերի հետ էլ խոսելուց եւ այլն, օրինակ մի քուրդ ինձ ասում էր, որ դուք շատ բան եք վրեժարու եք ասում են, վրեժ եք ուզում։ Ես ակին մեծ խնդիր ունեցա ես իրեն, ասացի ես վրեժ չեմ ուզում, մենք վրեժ չենք ուզում, մենք արդարություն ենք ուզում, արդարությունը վրեժ չէ։ Եթե դա անհատականի իջացնենք, ոչ թե ժողովուրդ եւ այլն, քո հորդ, մորդ, քրոջդ, եղբորդ այսպիսի բաներ արած լինի, քո դունդ, քո ձերից վերցրածնեն, քեզ փողոց չբրդացնեն եւ այլն։ Դու ինչ կանեիր։ Ինչ կանեիր, կգնայիր ոստիկանություն, չէ՞, առաջերտին։ Ինչի համար, ուզում ես արդարությունը վերականգնել, դու կգնայիր դատարան, ուզում ես արդարությունը վերականգնես, քո իրավունքները վերականգնես, այդ դա է մեր ուզածը։ Իմ ուզածը դա է, մեր ուզածը դա է, մեր հայազգի պահանջը դա է, արդարությունը վերականգնի։ Եվ դրա վրա մենք պետք է բանենք եւ ես կասեի, որ մենք հանգիստ կարող ենք մենք մեր պահանջները, մեր ծրագիրները բավականին բարձր դնել, ոչինչ որ կարող է դրանից պակասը մենք կարող ենք ծեծենք, բայց եթե մենք քիչ պահանջենք, դրանից քիչը կստան, դա շուկայի բազարի նման բան է, շուկայի արևտուր է, այսինքն դուք պիտի մեկը թանկ է ուզում վաճառել, դուք ուզում եք էժան գնել, հետո վերջում մեջտեղը բարышում եք, չէ՞։ Այդպիսի բան է։ Սա էլ նույնպիսի բան է։ Մենք պիտի ամեն դեպքում իմ կարծիքս այն է, որ այո ծովից ծով Հայաստան պետք է պահանջենք, կստանանք, դա ուրիշ խնդիր։ Կարող է Գիլիկյան էլ պահանջենք, Գիլիկյան չստանանք։ Կարող է ինչ-որ բաներ էլ չստանանք, սակայն մենք այնտեղից պետք է սկսենք, որ այստեղ գանք։ Վերջում ձեզ մի քանի բլից հարց ունեմ տալու, պարոն Լոկմագեզյան։ Օրինակ, եթե ձեր կյանքի հիմնավրաֆիլմ նկարանվեր, ինչ ժանրի կլիներ։ Չգիտեմ, այդ դժվար է պատասխանելը, մի քիչ դրամա։ Դրամատիկ։ Դրամա։ Հիմնականում դրամականների։ Եթե կյանքը նորից ապրելու հնարավորություն ունենայիք, ինչ կփոխեիք ձեր կյանքում։ Շատ բան կփոխեի։ Գիտեք, մարդու կյանքում կան բաներ, որ ասենք երկու դրան առջև է կանգնած։ Կամ էս դռնից պիտի մտնես, կամ էս դուռը, մեկը ճիշտն է, մեկը սխալն է։ Մեկը բացում ենք։ Այն ժամանակ չգիտենք թե որն է ճիշտը։ Հա, հետո ավելացելով։ Հետո հասկանում ենք, ես հիմա գիտեմ թե որն է ճիշտ դուռը։ Օրինակ հայ ժողովրդի մեջ որ ազգային գիծն է ձեր կարծիքով, որ շատ վատն է ու խանգարում է, եւ հակառակը, որն է լավ գիծը։ Միամիտությունն է դա ամենավատ գիծը, ես դա բաղոց ընդունում։ Լավ գիծը գծել ունենք իհարկե, սակայն հիմնականում այդ վատ գիծը ամեն ինչ վերացնում։ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ Այդ Արցախը հանձնելուց շատ կարճ ժամանակ առաջ, այսինքն այդ պատերազմից առաջ։ Ինչ ասել է ձեզ համար գեղեցկություն հայկական ձևով։ Գեղեցկություն հայկական ձևով։ Գեղեցկություն հայկական ձևով դա գեղեցիկ հայրենիքն է առաջի հերթին։ Եվ մնացածը դրա հետ կապված է։ Օտարերություն Հայաստանի մասին 3 նախադասությամբ ինչպես կպատմեիք։
Հայաստանի պատմությունը, թե Չէ, Հայաստանի մասին ընդհանուր։ Հայաստանի մասին կասեի հրաշք։ Մի բառով։ Իսկ ես գիտեմ, որ չեք սիրում կանխատեսել, եւ բոլորը չեն սիրում ինչ-որ կանխատեսումներ անել կանխագուշակում այս պարագայում, բայց օրինակ եթե ասեին Հայաստան 2030 թիվ, ինչպիսին կլիներ Հայաստանը ձեր կարծիքով։ Մի քանի բառով կարճ։ Եթե այսպես գնա, 2030 թվականին կունենանք 8-ից 12000 քառակուսի մետր Հայաստան, որը պետություն կունենա, բայց պետականություն չի ունենա, վասալ կլինի գողքի մեր թշնամիների եւ մենք այլևս մեր վրա նայող չի լինի։ Իսկ եթե լավ գնա։ Եթե լավ գնա, գոնե այս ունեցածը մեր կպաշտպանենք, մենք այդ ամոթից կձերբազատվենք, մենք կունենանք նորից պատիվ, մեզ հետ կնստեն լուրջ, մեզ հետ կխոսեն եւ մենք շատ բաներ կարող ենք նաեւ փոխենք։ Այս վերջի տարիներին մենք մեր գործած բաները շահելու նորից վերականգնելու բաներ են դրանք մի մասը, բայց օրի դժվարանում է դա, օրի գործնում ենք օրի ավելի անվերագտնելի, անվերագազմելի է դառնում։ Շնորհակալ եմ անչափ, շատ հետաքրքիր էր իսկապես։ Ես եմ շնորհակալ։